Ինչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինը ու գինին։ Վստահ եմ, որ եթե Հովհաննես Թումանյանը ապրեր մեր օրերում, նա կշարունակեր այդ ցանկը, որովհետև մեր այսօրվա հերոսին, բացի կնոջից եւ գինուց խանգարում են նաեւ խելքի բացակայությունը, կրթության բացակայությունը, լեզուների չիմացությունը, ագահությունը, չարությունը, զորբայրությունը, չտեսությունը, պրոֆեսիոնալ թմի բացակայությունը, միջազգային կապերի բացակայությունը եւ շատ բաներ։ Բարի երեկո։ Վստահ եմ դուք եք նկատել, որ Նիկոլ Փաշինյանին միշտ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան խանգարում են, որպեսզի նա սկսի իրականացնել իր կողմից տված խոստումները եւ աշխատել, որովհետեւ նա զբաղված է ամեն ինչով, բացի աշխատելուց։ Պրոցեսը կարող են համարել սկսված Գյումրիից, երբ նա քայլելու ընթացքում կարողացավ մարդկանց մի զանգվածի համոզել, որ նա կարող է ամեն ինչ եւ հնարավոր է ամեն ինչ, բայց քանի կա Սերժ Սարգսյանը ամեն ինչ անհնարին է։ Հայ ժողովրդի մի մասը հավատաց, կուրորեն հետևեց Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյանը հեռացավ եւ Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ նաեւ խանգարում է Կարեն Կարապետյանը։ Կարեն Կարապետյանն է հեռացավ եւ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ գիտեք, որպեսզի ես այդ ամենը իրականացնեմ, փոքր բան է մնացել, ես պետք է դառնամ Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Դա էլ եղավ, կարծես ամեն ինչ լավ էր, կախարդական փայտիկը կար, երջանկություն եկել էր, ոչինչ չէր խանգարում, բայց պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սեփական օգտագործման քաղաքապետը։ Կան սպիտակ ուժեր եւ կան սև ուժեր։ Վերջ։ Պարկեցնել ասֆալտներին։ Ամբողանդակ խոսակցությունների արդյունքում ընտրեցին մի մաս ընտրողների, ընտրեց Հայկին, որի համար ես Հայկին շնորհավորում եմ, իսկ երևանցիներին եւ Երևանին ցավակցում եմ հայտնի պատճառներով ինչերից է։ Որից հետո Նիկոլ Փաշինյանը ասաց վերջ, հիմա արդեն գալու են ուրեմն ներդրողները, սկսվեց ինչ-որ ակումբներ, հիշում եք, մարդիկ էին գալի, ասում էին, որ մենք հիմա գալու ենք, Նիկոլ Փաշինյանը ասաց, որ գիտեք, ես ստանում եմ հարյուրավոր զանգեր, ներդրողները ուզում են գան, միլիարդավոր դոլարներ են գալու, բայց դրա համար ինձ պետք է իմ սեփական օգտագործման ազգային ժողովը, որտեղ չկա ոչ մեկ, բացի մարդկանցից, որոնք կամ իսկ կորորեն լսում են, կամ ուղղակի վախենում են ինձ հակաճապել։ Եվ ուրեմն մարդիկ հավատացին, հիշում եք, շրջապատեցին ուրեմն ազգային ժողովը լուծարվեց եւ ընտրեցին ընտրողների մեծամասնությունը, կրկնում եմ, ընտրողների մեծամասնությունը ընտրեց աննախադեպ քանակով ուրեմն իմ քայլականներին եւ մնացած մարդկանց, որոնք չեն ուզում խանգարել կամ չէին ուզում խանգարել հեղափոխությունը այսպես կոչված։ Կարծես ոչինչ չէր խանգարում Նիկոլ Փաշինյանին, որովհետև պետք է արդեն իսկ հոսեին միլիարդավոր ներդրումները, այն 100 հազարավոր սփյուռքահայերը, որոնք սպասում էին ազգային ժողովի ընտրություններին, որպեսզի ներգաղթեին, այստեղ հիշում եք հայտարարությունները, որ մարդիկ ճամպրուկների վրա էին նստած սպասում, օրը եկավ, հաղթանակը եկավ, ոչինչ չփոխվեց, որովհետև պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանին խանգարում են վնգստացող դատավորները կամ դատական համակարգը։ Նիկոլ Փաշինյանը դիմեց իր սիրած մեթոդներին, շանտաժին եւ կոչին, որ մարդիկ եկեք եւ պետք է մենք ուրեմն շրջափակենք ուրեմն դատարանները, որպեսզի սկսվի գործընթացը, բայց մի հատ բան էր փոխվել։ Մարդիկ սկսել էին հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի անընդմեջ խափում է եւ հորինում է մեթոդներ կամ մարդկանց կամ ինչ-որ բաներ, որպեսզի բացատրի, թե ինքն ինչի չի կարողանում աշխատի կամ ուղղակի ստում է, որովհետև այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը արդեն սկսել էր օգտվել իշխանությունից եւ հարստանալ ինքը եւ սեփական ընտանիքը։ Մարդիկ չգնացին շրջափակելու դատարանները եւ դրա համար Նիկոլ Փաշինյանը խնդրեց նաեւ ոստիկանությանը, որպեսզի օգնեն եւ ոստիկանության հետ միասին իմ քայլականները շրջափակեցին դատարանները, ինչևից է վնգստացող դատավորները վերացան, մնացին խելոք դատավորները միանգամից, այդ ընթացքում նաեւ խանգարում էին օլիգարխները, որոնք հայտնի գործընթացների արդյունքում նաև դարձան խոշոր սեփականատերեր, կարծես ոչինչ չէր խանգարում Նիկոլ Փաշինյանին եւ վերջապես սկսել աշխատել, բայց մոռացել էինք Հրայր Թովմասյանի մասին։ Հրայր Թովմասյանի նկատմամբ սկսվեցին խայտառակ ճնշումներ, հիշում եք գործընթացները, Սահմանադրական դատարանի անդամների վրա սկսեցին ակնհայտ ճնշումներ, այդտեղ նաև երկու բան Նիկոլ Փաշինյանը չէր հաշվի առել, որ առաջերտին Սահմանադրական դատարանի անդամները ակնհայտ, ազնիվ, պինդ եւ հայրենասեր մարդիկ դուրս եկան
եւ ամենակարևորը ազնիվ, որովհետեւ պարզվեց, որ մեր ժամանակներում մարդիկ նաեւ կարող են լինել ազնիվ, Հրայր Թովմասյանն է պարզվեց, որ նաեւ պինդ տղամարդ է եւ ազնիվ, եւ մի հետաքրքիր բան, միջազգային ուրեմն հանրությունը հիշեց, որ գոյություն ունի եւ նաեւ գոյություն ունի այնպիսի սուբյեկտ, ինչպիսին է Հայաստանի Հանրապետությունը։ Եվ ասացին Նիկոլին, գիտես, մենք հասկանում ենք, որ մենք ունենք պայմանավորվածություն, որ դու ինչ ուզես պետք է անես, մենք է պետք է լռենք, որտեղ դե Ղարաբաղի հարց կա բան, հիշում եք այս բաները, բայց շատ է ակնհայտանում, մենք չենք կարող լռել, հետեւաբար Նիկոլ Փաշինյանը սկսեց չհասկանալ ոնց պետք է լուծի, մարդիկ արդեն հավատացել էին, որ չէ որ Հրայր Թովմասյանն է խանգարում, որպեսզի վերջապես միլիարդավոր ներդրումները գան եւ մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան, Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ պետք է գնա հանրաքվեի։ Եվ Հայաստանի Հանրապետությունում սկսվեց մի թատրոն, որի անունն է Սահմանադրական հանրաքվե, որովհետև Նիկոլ Փաշինյանը վստահ է եւ մի բան, որի համար ես իրեն չեմ ներելու, որ ինքը կարող է 2 տարի անընդմեջ խաբել հայ ժողովրդին։ Եվ դրա համար մարդիկ ուղղակի սկսեցին չմասնակցել այդ թատրոնին։ Նիկոլ Փաշինյանը իդեպ կեսից է հասկանում, որ ինքը պարտվելու է այդ հանրաքվեն եւ օգնության է գալի կորոնավիրուսը, մի բան, որ ինքը ամենասկզբից հեգնում էր եւ իր հեգնանքի պատճառով Հայաստանը մի այնպիսի իրավիճակում է այսօր, որի մասին մենք երկար դեռ խոսելու ենք եւ ես պատմելու եմ եւ բացատրելու եմ, թե ինչու այս ամենը եղավ։ Ինչևից է Նիկոլ Փաշինյանը ինչպես միշտ օգտվում է, փորձեց օգտվել նաեւ կորոնավիրուսից եւ կորոնավիրուսը պատճառ բռնելով արագ ընդունեց արտակարգ ռեժիմի օրենքը, ինչու, որովհետեւ դա իրեն հնարավորություն տվեց խուսափել պարտությունից։ Մի պարտություն, որից ինքը սարսափում է, որովհետև իր ամբողջ ռետորիկան, որ հայ ժողովուրդը ընտրել է ինձ, պարզվել որ սուտ է, որովհետև հայ ժողովուրդը գնալու է եւ մերժեր իր իսկ ստեղծած ուրեմն այդ սահմանադրական հանրաքվեի մեծ թատրոնը։ Ինչևից է սահմանադրական բարեփոխումների, սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ իր ստանիքների այդ լաբիրինտում կորելուց հետո խճճվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հանում է իր զինանոցից մի բան, որը կար առաջին օրվանից, որովհետեւ առաջին օրվանից միշտ հայտարարվում էր, որ այդ գործընթացին մեր հետ մեկտեղ պետք է անպայման ընդունել ապօրինի հարստացման արդյունքում գույքի բռնագրավման օրենքը եւ այդ օրենքի պատճառով այդ օրենքը երբ մենք ընդունենք, իրականում այս անգամ ամբողջ փաթեթը հայկական խնդիրների կլուծվի եւ Հայաստանում վերջապես կգա երջանկությունը։ Եվ հենց մենք այդ օրենքը ընդունենք, միանգամից փյուրքահայերը, մեր հայրենակիցները, որոնք 2 տարի ճամփորդների վրա նստած են, մի կերպ կա ծովերով, լողալով կհասնեն Հայաստան։ Ադրբեջանի ժողովուրդը, ամբողջ ժողովուրդը կդառնա իրենց նախագահի պես կառուցողական եւ կիրթ։ Միանգամից մեր պետական վարկը կզրոյանա, չգիտեմ, բոլոր ռուսական գազը միանգամից կդառնա զեղչով 65-70%-ով կիջնեն բոլոր գները, գազից մինչև էլեկտրոէներգիա, թալանված միլիարդները կվերադառնան, ամեն ինչը կա, մեզ պակասում է այդ օրենքը։ Այդ օրենքը, այդ օրհնյալ օրենքը, այդ կախարդական փայտիկը, որը պակասում էր, արդեն ընդունված է, որի համար ես բոլորիս շնորհավորում եմ, ինչու եմ շնորհավորում, որովհետև վերջապես Նիկոլ Փաշինյանը իր զինանոցը դատարկել է եւ չունի էլ ոչ ոք եւ ոչ մի բան եւ ոչինչ, որովհետեւ ինքը ոչինչ չի կարող անել, որովհետեւ այդ մարդը ուղղակի չի փորձում անել, նա մենակ լցնում է սեփական գրպանները։ Իսկ ոնց է լցնում սեփական գրպանները, ես հիմա կպատմեմ մեր խոսակցության 3-րդ մասում, որովհետեւ դա ամենահետաքրքիր բանն է այսօրվա։ Ժողովուրդ ջան, ուրեմն հիշում եք, չէ՞, որ ես իմ առաջի տեսաուղերձում պատմեցի ձեզ, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը փորձում ինձ հետ պայմանավորվել։ Հիշում եք, չէ՞, որ դրանից հետո մեծ աղմուկ աղաղակ ուրեմն սկսվեց, ինձ մեղադրեցին ամեն ինչում, բայց չհերկեցին փաստը։ Հիշում եք, չէ՞, որ դրանից հետո սկսվեց ուրեմն մի գործընթաց, քրեական գործ են փորձում հալոցել, փորձում են ներքաշել բոլոր տիպի մասնակիցներին եւ փորձում են ին վրա կարել սուտ մատնության ուրեմն հոդվածը։ Ժողովուրդ ջան, ես վստահ եմ, որ դուք գիտեք, որ պայմանավորվելու փորձ եւ փորձեր եղել են ոչ միայն ինձ հետ, այլ բոլորի հետ։ Եվ այդ պատմությունը 100%-անոց ճիշտ էր, որովհետև կան մարդիկ, իսկ այդ մարդիկ շատ ավելի շատ են, քան նրանք, որոնք չեն պայմանավորվել, որոնք մի անգամից մի օրում օրինակի համար դարձան ատելի օլիգարխներից,
Օրինակի համար կառուցողական եւ խոշոր սեփականատերեր։ Դուք տեսնում եք նախկին թալանչի ռեժիմի մասնակիցները ոնց մի օրում դառնում են լուսավոր հեղափոխականներ իհարկե ճակերտներում։ Դուք տեսնում եք այդ մարդկանց, որոնք սիրունիկ տեղավորվել են նոր իշխանությունների ուրեմն գրպանում կամ սրտում, որը իդեպ նույն տեղում է գտնվում։ Դուք այդ սա գործընթացը տեսնում եք, հետեւաբար տեսնելով այդ ամենը դուք գիտեք, թե ինչպես է ամեն ինչը կազմակերպել։ Ես ուղղակի վերջի շտրիխ ավելացրեցի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հասկանալով, որ ուղղակի խայտառակել են, հրահանգել է դատախազությանը եւ ուրեմն քննիչներին, որպեսզի ին վրա կարեն սուտ մատնության քրեական գործ։ Ես խորհուրդ եմ տալի բոլորին արագ դա կազմակերպել, որովհետև քիչ ժամանակ է մնացել, դուք պետք է հասցնեք, բայց հետո խնդրում եմ ձեզ մենակ չասեք, որ գիտեք մենք դե չէինք կարա չանեինք, որովհետև դե մեզ ասել են, կամ ինչպես արդեն հիմա ընդունված է, ես գիտեմ, որ շատերը ձայնագրում եք հանձնարարականները, արեք միակ բանը, որ ձեզ փրկի կօգնի, որովհետև դա պետքական է։ Ինչևից է, գնանք առաջ, երկրորդ կետով ուզում եմ ասեմ, որ քրեական գործ հարուցվեց այդ առաջի տեսանյութի վերաբերյալ, բայց չհարուցվեց երկրորդ տեսանյութի վերաբերյալ, որը վերաբերվում է ուրեմն Մաքսանենք ինքնաթիռի, որովհետև Հայաստանից պարզվում է հնարավոր է Մաքսանենք ինքնաթիռ ուղարկել եւ դրա մասին նույնիսկ քրեական գործ չկա։ Ինչու չկա, որովհետև պետք փոխնախագահը սարսափած զանգարել է իր տիրուհուն եւ ասել է, որ եթե հանգարց ինձ հարցակնեն, ես տալու եմ անուններ, հետեւաբար ինձ թող չհարցակնեն։ Իսկ պետք փոխնախագահը նաեւ գիտի, քանի որ նաեւ գոնե թե գիտի օրենքները, որ եթե նույնիսկ ինքը տա սուտ ցուցմունք, հետո այս սա խնդիրներով մի հատ ինքը դատվելու է սուտ ցուցմունք տալու համար, որ այդքան հաճելի չի։ Իդեպ մարդկանց քանակը, որոնք գործընթացի մեջ թաթախված են, շատ ավելի շատ է եւ ես ստացել եմ հետաքրքիր նորությունները, որը կփոխանցեմ ոչ ուրեմն կախյալ լրատվամիջոցներին, որպեսզի նրանք հետաքրքիր հետաքննություններ անեն։ Բայց այսօր ես խոսելու եմ մի հետաքրքիր եւ ուրիշ դեպքի մասին, որը նորից խոսում է Նիկոլ Փաշինյանի միջազգային ուրեմն մաֆիոզ համակարգերի մասին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ներկայացել է Հայաստանը միջազգային մաֆիոզ համակարգ եւ փող է աշխատում, ինչպես ինքը արդեն սիրում է անել, մենք դա արդեն գիտենք։ Այս անգամ խոսելու եմ ադաբանդագործության մասին։ Հնարավորինս փորձեմ պարզ պատմեմ նոր սխեման, որովհետև Նիկոլ Փաշինյանը աշխատելու փոխարեն նստում է իր սիրելի ուրեմն օլիգարխիկ ընտանիքի անդամների հետ, նստում մշակում է նոր համակարգեր, որի մաս է կազմում նաև Հայաստանի Հանրապետությունը իր միջազգային հեղինակության հաշվին։ Սխեման հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը Մաքսանենք ճանապարհով այստեղ նորից բարևում ենք մեր Շուշաննա Ներսիսյանին, ներմուծվում են ադամանդներ Հնդկաստանից։ Հնդկաստանից ներմուծվում են ադամանդներ, տարվում են հայտնի 2-3 գործարաններ, որտեղ ուրեմն դառնում են դրանք հայկական, որովհետև էկոնոմիկայի նախարարությունը պարտավոր է տալ ուրեմն ամբողջ փաթեթը փաստաթղթերի, թե ոնց դրանք դարձան ուրեմն հայկական եւ հայկական կվոտաներ են ուրեմն տալի այդ ընկերությունները եւ հայկական կվոտաների ներքո այդ ադամանդները հնդկական, որոնք դարձել են ուրեմն հայկական, արտահանվում են երկրներ։ Եկեք դեռ չասենք որ երկրներ ինչքան, հայկացենց ասեմ, հայկական կվոտաներով արտահանվում են երկրներ առանց մուծելու ոչ մի հալկ, ոչ մի մաքսային հալկ, ոչինչ։ Ապացույց խնդրեմ, հետաքրքիր ձեզ բան ասեմ, ուրեմն ըստ պետական վիճակագրությանը Հայաստանը 20 թվականի առաջի եռամսյակում ունեցել է ավելի կամ ուշադիր 20 միլիարդ, որպեսզի դու այդ 20 միլիարդի ադամանդները կարողանաս աշխատես, ստեղծես, ինչպես ասում են, polish անես, փայլեցնես, կազմակերպես այդ գործընթացը, ըստ միջին ուրեմն ստատիստիկ տվյալների Հայաստանում պետք է լինեն ավելի քան 1400 աշխատող։ Թիվը իրականում աննախադեպ է, իդեպ տնտեսական էքսպորտի թիվը եղել է 8-7%, հետևաբար դա շատ զգալի է մեր ամբողջ ուրեմն տնտեսության մեջ։ Բայց հետաքրքիր բան կա, որ Հայաստանում կա գրանցված
ոչ ավել կամ 400 մասնագետ։ Հետևաբար դա անհնարին է այդ քանակը անհնարին է անել եղած մարդկանցով։ Ավելացնել մի բան է, որ դες համար բարձր է, որ Հայաստանում որպեսզի դա անել պետք է լինեն ուրեմն մեծ գործարաններ, այդ գործարանները պետք է սպառեն մեծ էլեկտրոէներգիա, հարկ պետք է տան 1400 հոգու համար եւ այդ ամենը չկա։ Կա մենակ մի թիվ, որ Հայաստանից արտահանվել է 20 միլիարդի ադամանտ եւ ոսկի։ Դու պատկերացնում ես, չէ՞ թիվը։ Հիմա այդ համակարգը ստեղծված է եւ ղեկավարում է Նիկոլ Փաշինյանի կողմից եւ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի կողմից, որովհետեւ այդ մարդիկ կազմակերպել են Հայաստանի միջազգային հեղինակության հաշվին միջազգային մաֆիոզ ներմուծման եւ արտահանման